Արժանապատիվ հայրենակիցներ, մինչև իմ բուն ասելիքին անցնելը մի քանի դիտարկում եմ ուզում անել։ Պարոն Եղոյան, ինքնության ճգնաժամը մի հոգեբանական վիճակ է, երբ մարդը սկսում է մտորել, թե ինչ արժեքների է դավանում, ինչ հավատամք ունի, ինչին է հավատում։ Երբ նա կարծում է, որ նախկին ինքնությունը չի համապատասխանում իր այսօրվա կարգավիճակին ու ապրածին։ Դա մի վիճակ է, երբ մարդը փնտրտուքի մեջ է ու վերանայումների մեջ է։ Օրինակ, կարծում է, որ Արարատը այլևս մերը չէ, ցեղասպանության միջազգային ճանաչումը վտանգավոր է, Սփյուռքը արժեք չէ, իսկ Արցախ բառը արտաբերելը տաբու է, հորդորում եմ սրա շուրջ մտորել։ Երկրորդ, պարոն Ռուբինյան, բարեկրթությունը արժեք է մեզ համար, գովելի էր ձեր առաջարկը, բայց ուզում եմ հարցադրում հնչեցնել, այդ խաղի կանոնը գործում է միայն այս ամբիոնին, թե առհասարակ ու օրինակ ձեր ֆեյսբուքյան սոցիալական հարթակներում։ Այդ խաղի կանոնը, պարոն Ռուբինյան, քննարկել եք ձեր թիմակիցների հետ, արձանագրել եք, որ բոլորդ եք գնում այդ ճանապարհով, թե պարզապես հայտարարում եք հայտարարելու համար։ Երրորդ, հարգելի իշխանական պատգամավորներ, երբ շարունակ հարցադրումներ եք անում 300,000 ադրբեջանցիների բնակեցման վտանգի մասին, ձեզ հորդորում եմ բացել 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, ուշադիր ու դետալային լսել, պարոն Չախոյան, դուք նույնպես։ Ապա հորդորում եմ կարդալ Ազգային հետախուզության ծառայության տարեկան զեկույցը 25 և 26 թվականներին, եթե հարցեր մնան, տիկին Գրիգորյանին ուղղեք այդ հարցերը։ Հիմա բուն ասելիքս։ Այսօր այս խորհրդարանում չենք ընտրում պարզապես ազգային ժողովի նախագահ, այսօր որոշվում է, թե Հայաստանը ինչպիսի խորհրդարան է ուզում ունենալ։ Խորհրդարան, որը ծառայելու է միայն իշխանական մեծամասնությանը, թե ծառայելու է ժողովրդին։ Պարոն Ռուբինյան, ամբողջ խորհրդարանի ինստիտուտն է ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Եվ եթե այն չի ծառայում ժողովրդին, չի ունենալու հեղինակություն, ինչպես չուներ ձեր նախորդը։ Ուժեղ Հայաստան դաշինքը այստեղ եկել է ծառայելու ժողովրդին, մեր քաղաքացիներին, նրանց, ովքեր հավատում էին, որ մենք կարող ենք ունենալ ավելի ամուր, ավելի ապահով ու ավելի ուժեղ երկիր, և նրանց, տիկին Ղազարյան, ովքեր չէին հավատում դրան։ Մենք ծառայում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին և Հայաստանի սահմանադրությանը։ Որպես ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ, ես այստեղ կանգնած եմ նաև որպես մարդ, որը տարիներ շարունակ իշխանության համար անհարմար հարցեր է բարձրաձայնել։ Որպես լրագրող, նախկին լրագրող, ես այս ամբիոնը օգտագործելու եմ պաշտպանելու համար մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատությունները, որի առանցքային մաս է կազմում խոսքի ազատությունը։ Ձեզ ներկայացնելիս տիկին Մանավազյանը, պարոն Ռուբինյան, բնութագրեց որպես ամենաբաց ու թափանցիկ գործիչը, շատ գեղեցիկ ներկայացրեց։ Եթե դուք ամենաբացն ու թափանցիկն եք, ինչու եք այսօր սահմանափակում ազգային ժողովի տարածքում լրագրողների ազատ տեղաշարժը, ինչու եք որոշում, թե նրանք որտեղ պիտի կանգնեն, ինչ պիտի տեսնեն ու ինչ պիտի նկարեն։
Ձեզ ուզում եմ մի դրվագ հիշեցնել ոչ հեռավոր անցյալից։ Պարոն Ռուբինյան, դուք հանդիսանում եք մի նախկին խմբագրի թիմի ներկայացուցիչ, որի թերթի լրագրողները ազգային ժողովի տարածքում շարժվում էին, ուզում էին, նկարում էին, աշխատում էին անխոչնդոտ։ Նրանք աշխատանքային տարածք համարում էին նույնիսկ խորհրդարանի ճաշարանը։ Ու երբ նրանց հարցնում էին, թե ինչու եք նկարում ազգային ժողովի ճաշարանում, մեջ բերում եմ, ասում էին պատմության համար։ Հիմա պատմությունից ինչ ունեք թաքցնելու, որ խստացրել եք ձեր նախորդի ժամանակ կատարելագործված կարգավորումները։ Գիտեմ, ասելու եք 21 թվականից են գործում այդ կարգավորումները, ես ձեզ ուղղեմ 19 թվականից 21-ին խստացվել են, դուք ավելի եք կատարելագործել, մինչդեռ կարող էիք մի տեխնիկական քայլով առհասարակ լուծել այդ հարցը։ Ձեր ուժը հաճախ է խոսում եվրոպական արժեքներից։ Ուզում եմ հարցնել, արդյոք այդ սահմանափակումները տեղավորվում են Եվրոպական կոնվենցիայի համաչափության սկզբունքի շրջանակում։ Իդեպ, 2 թե 3 օր առաջ դրանց անդրադարձան նաև Հայաստանում գործող լրագրողական կազմակերպությունները։ Հորդորում եմ նրանց հայտարարությանը ծանոթանալ, եթե ծանոթ չեք։ Ես գիտեմ, թե ինչու եք սահմանել այդ սահմանափակումները։ Երբ լրագրողի խոսքը սահմանափակվում է, դրան հաջորդում է տեղեկատվության սահմանափակումը, ապա ճշմարտության թաքցնելը հասարակությունից։ Մենք այս 8 տարիների ընթացքում հենց այդ վիճակում ենք գտնվում։ Դա իր պատճառները ունի։ Դա լեգիտիմության ճգնաժամի դրսևորումներից մեկն է։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսօր մեր հասարակության մեջ լրջագույն կասկածներ ու հարցեր կան։ Այդ օդում կախված հարցերը չեն փարատվելու ազգային ժողովի նախագահի որոշումով, լրագրողների տեղաշարժը սահմանափակելով, ընդդիմախոսների վրա քրեական գործեր կարելով և ապօրինի կալանավորումներով։ Այդ օդում կախված հարցը հետապնդելու է ձեզ ամենուր։ Այն արդեն դարձել է ձեր ուժի հերթական խարանը։ Այսօր Հայաստանում մարդու իրավունքների ճգնաժամ է, քաղաքական շարժառիթներով հետապնդվողների թիվը ավելանում է օրեցօր։ Նրանց թվում կա կին, որը զրկված է իր անչափահաս երեխայի և ծեր ծնողի հետ շփվելու հնարավորությունից։ Սա ուղղակի խայտառակություն է։ Այս ամենը նույնպես լեգիտիմության ճգնաժամի դրսևորումներից է։ Դուք գիտեք, թե ինչ եք արել հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2-ին կանգնեցնելով ԿԸՀ ուղիղ հեռարձակումը։ Դուք գիտեք, որ գնացել եք ընտրությունները կեղծելու ճանապարհով։ Երեկ, պարոն Ռուբինյան, այս ամբիոնից դուք հայտարարեցիք, թե ընդդիմությունը չի ուզում ընդունել ժողովրդի ընտրության արդյունքը։ Հիմա հարց ունեմ ձեզ, դուք որպես քաղաքական ուժ ընդունում եք։ 60,000 Հայաստանի հպարտ քաղաքացու ընտրությունը, այդ ինչպես եք ընդունել, որ այստեղ մի ամբողջ խմբակցություն բացակայում է։ Սա է ժողովրդի քվեն հարգելու ձեր մոտեցումը։ Եվ վերջում, հիշեցում, իրավական պետությունը չափվում է ոչ թե նրանով, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում իր կողմնակիցներին, այլ նրանով, թե ինչպես է վերաբերվում իրեն ամենակոշտ քննադատողներին։ Ուժեղ Հայաստանում, հարգելի իշխանականներ, չի լինելու իրավիճակ, երբ լրագրողը,
քաղաքական ընդդիմախոսը կամ պարզապես ակտիվ քաղաքացին տեսակետ հայտնելուց հետո մտահոգություն է ունենալու, թե հաջորդը մասկի շոուները կատարվելու են իր բնակարանում։